Մեդիամաքսը ներկայացնում է։ Երևան 20-րդ դար։ Խորհրդային Հայաստան։ Երկաթուղին բացվեց 1900 Կասկադը բացվեց 1970 թվականին։ Ամեն քաղաք ունի մի վայր, առանց որի այն դժվար է պատկերացնել։ Փարիզում դա Էյֆելյան աշտարակն է, Մոսկվայում Կրեմլը, իսկ Երևանում դա Կարապիլիչն է։ Այսօր դժվար է պատկերացնել, որ կար մի ժամանակ, երբ Կարապիլիչը գոյություն չուներ։ Մյուս տարի տոնելու ենք Կարապիլիչի առաջին լուրջ հոբելյանը, 50-ամյակը։ Կարապիլիչը կառուցվել է 1963 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին։ Քանի որ այն գտնվում էր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի անմիջական հարևանությամբ, լիճը որոշեցին անվանել Չայկովսկու հայտնի բալետի պատվին։ Լճի մակերեսը մոտ 2500 քառակուսի մետր է։ Ընդունված է կարծել, որ Կարապիլիչը կրկնօրինակում է Սևանը, չնայած այդ մասին վավերագրական վկայություններ չկան։ 2005 թվականից սկսած լճի մի հատվածը ձմռանը ծառայում է որպես սահադաշտ, որը չնայած իր համեստ չափսերին ևս դարձել է քաղաքային միջավայրի կարևոր մասնիկ ու յուրահատուկ կերպով լրացնում է Երևանի ամանորյա տրամադրությունը։ Խորհրդային տարիներին լճում սև-սպիտակ կարապներ էին ապրում։ 90-ականների ճգնաժամային տարիներին դրանք վերացան։ Այսօր կարապները դարձյալ վերադարձել են լիճ։ Թեև վերջին շրջանում նրանց կողքին հայտնվել են արհեստական կանաչապատ թռչուններ, որոնք փոքր-ինչ տարօրինակ են նայվում այս կենդանի կարապների կողքին։ Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Նա եղել է Ալեքսանդր Թամանյանի աշակերտը, աշխատել է վերջինիս արվեստանոցում։ Արվեստանոցն ի դեպ տեղակայված էր այժմյան Կարապի լճի անմիջական հարևանությամբ, Սայաթնովա եւ Տերյան փողոցների անկյունում։ Կուզեի որպեսզի մի երկու խոսքով, Գեորգ Ռուբենիչ, այդ մթնոլորտի մասին խոսեիք, երբ որ Թամանյանի արվեստանոցում էիք, իր կողքին։ Ես գիտեմ, որ նա ձեզ անվանում էր ընկեր Մուշեղյան։ Ինչու է ընկեր Մուշեղյան անվանում ձեզ։ Որովհետև իմ անունը տղայի անունն էր։ Այո, Գևորգ Թամանյանը։ Տարբերելու համար, որպես քաղաքական դեպք, ինձ ասում էր ընկեր Մուշեղյան։ Ես դրանից շատ ճնշում էի, բայց անել չէի կարող, ոչինչ, որովհետև այդպես էր արդեն։ Թամանյանի ամեն ինչը մեզ համար սրբություն էր։ Արվեստանոցում ստեղծել էր մի քանի պաշտոններ և տեղավորել էր Սարդարապատի հերոսամարտի ղեկավարներին։ Մի անկյունում նստած էր գործերի կառավարիչը նրա արվեստանոցի, դա գեներալ Սելիկովն էր։ Այ քեզ հետաքրքիր բան։ Մենք բոլորս չենք իմանում։ Հետո ես իմացա, բոլորին իմաց տվեցի, գեներալ Սելիկովն էր։ Նրա տղեն Գեորգի Սելիկովը շինարարության գլխավոր ինժեներն էր։ Գևորգ Մուշեղյանը սկիզբ դրեց Երևանի ջրային մակերեսների ստեղծմանը։ Քանի որ Երևանում ամռանը շոգ ու տոթ է, նա նախաձեռնեց տեղանքի միկրոկլիմայի բարելավմանն ուղղված ծրագրի իրականացումը։ Մեր քաղաքի գրեթե բոլոր լճակների նախագծերը իրականացվել են հենց Գևորգ Մուշեղյանի կողմից։ Նա հյուրընկալվեց մեզ մոտ Անի հյուրանոցի մառանում, որտեղ որ մեր ստուդիան էր, հին մթնոլորտում, իրեն հարազատ մթնոլորտում, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը, ամբողջ Երևանը, մասնավորապես իր հարազատ Կարապիլիչը, որը ինքն էր նախագծել եւ շատ անկյուններ։ Ունիկալ ազնվորություն էր Գևորգ Մուշեղյանը իր 90 տարեկան հասակում նույնիսկ կարողանում էր նկատել այնպիսի բաներ, որ կարծում եմ ոչ մի ճարտարապետ այդ պահին չէր կարող ֆիքսել։ Օրինակ մի օրինակ բերեմ, երբ որ իջնում էինք աստիճաններով ներքև, արդեն հաղորդումն ավարտվեց, նա սայթակեց եւ պահեցին քիչ էր ունեն կներ։
կանգնեց ասեց չի կարելի, այսպես կառուցել չի կարելի։ Երբ որ աստիճանները կառուցում են, վերջի աստիճանը չպետք է փոքր լինի, մարդիկ կարող են ընկնել, տեսակ ես ընկնում էի։ Կարապի լճի ներկայիս վայրում հին տներ էին, փայտե պատշգամբներով եւ այգիներով։ Երեկոյան այստեղից թառի երգի ձայներ էին լսվում։ Գրող Վիգեն Խեչումյանը պատմում է, որ այդ տներից մեկում էր ստորագրվել ռուս-պարսկական պայմանագիրը։ Պարզում է, որ հին ու նոր Երևանի պայքարը արդիական էր դեռևս 60-ական թվականներին։ Ոմանք պնդում էին, որ այդ տները յուրահատուկ համոհոտ էին տալիս Երևանին։ Շատերն էլ կարծում էին, որ դրանք վաղ թե ուշ պիտի քանդվեին, ու լավ է, որ դրանց փոխարեն այստեղ չառաջացան նոր շենքեր, այլ հայտնվեց հենց այս Կարապի լիճը։ Ինձ բախտ վիճակվեց լինել նաև նրա տանը, հին մի տուն էր, որտեղից նույնիսկ բուրում էր հնությամբ, լավ իմաստով հնությամբ։ Տունը, որը գտնվում էր գլխավոր պողոտայում ներկայիս մանկական երկաթգծի թունելների հարևանությամբ, քանդեցին այդ տունը, իհարկե հին բակ էր, որտեղ ծառերը նույնիսկ իր պապերի տնկած ծառերն էին, իրենց Գերդաստանի բակն էր դա։ Եթե չեմ սխալվում, նա տեսավ այդ շրջանը, երբ որ քանդում էին, ճիշտ է, ինչպես ասում են, սրտից արուներ կաթում, բայց միևնույն ժամանակ հիշեց, թե ինչպես ժամանակին քանդում էին տները, որպեսզի նա կառուցեր այնտեղ Կարապի լիճը։ Երևանի քաղաքսովետի նախագահ Գրիգոր Հասրացյանը մեծ երևակայության տեր մարդ էր եւ միշտ նոր գաղափարներ էր ունենում, որոնցով վարակում էր նաեւ ճարտարապետների։ Կարապի լիճը հենց այդպիսի գաղափարներից մեկն էր։ Այդ տարիներին երևանցիները միշտ նորությունների էին սպասում կապված քաղաքի տեսքի հետ։ Պատմում են, որ Կարապի լիճի շինարարության ընթացքում ամբողջ Երևանը դրանով էր ապրում։ Մարդիկ գալիս էին կառուցվող լճի մոտ, մտքեր փոխանակում, զրուցում շինարարության ընթացքի վերաբերյալ։ Ահա թե ինչ էր գրում երեկոյան Երևան թերթը 1963 թվականի հոկտեմբերի 5-ին Կարապի լճի բացման առիթով։ 5 ամիս առաջ էր ապրիլի 7-ի Երևանյան համաքաղաքային շաբաթօրյակի օրը, երբ երևանցիները գրող սկսեցին եւ կատարելով մի շատ ուժեղ քայլ շահ հայտարարեցին հին քաղաքի վերջին ամրություններից մեկին, որն ընկնում էր օպերային թատրոնի հրապարակում Լերմոնտով, Տերյան եւ Թումանյան փողոցների միջև։ 4 էքսկավատոր եւ նույնքան բուլդոզերներ։ 53 ավտոմեքենա մարտի դաշտից հեռացնում էին ավերածության մնացորդները, հին բերդի փլատակները։ Դա նոր Երևանի համոզիչ հաղթանակն էր հնի դեմ։ Մեծն Սայաթնովայի ծննդյան 250-ամյակը։ Այդ հիշարժան տարեթիվը առավել հիշարժան դարձնելու համար Երևանի քաղաքապետը այդ տարիներին Գրիգոր Հասարատյանն էր։ Մտածեց աննման մի նվեր պարգևել Երևանցուն։ Դա եղավ առաջին հերթին Կարապի լիճը եւ Սայաթնովայի նորաբաց պողոտան։ Փողոց, որ ամեն երեկո Երևանցուն եւ հայաստանցի քաղաքացուն բերում էր այդ փողոցը վայելելու նորաբաց փողոցի, ինչ ասեմ, արևոտ գիշերները կարելի ասել, որովհետև այնքան լույս կար, որ ավելին էր, քան ցերեկվա լույսը։ Կարապի լճի հետ են կապված շատերի մանկության հիշողությունները։ Երևանյան ընտանիքներում ընդունված էր տոնական օրերին երեխաներին փուչիկներով ու նոր հագուստներով զբոսանքի տանել Կարապի լճի մոտ։ Ընդհանրապես ես կարծում եմ բոլոր երևանցիների համար, որ քաղաքի սիրտը կենտրոնը, այսպես ասած, օպերայի տարածքն է, չնայած մենք ունենք հանրապետության հրապարակ, բայց չգիտեմ ինչու բոլորը սիրում են հենց այս վայրը։ Նամանավանդ Կարապի լիճը իր գեղեցիկ անվանումով, որը տրադիցիոնալ, ես ինչ ծնվել եմ, ինչ հիշում եմ իմ սիրելի քաղաքը, կար Կարապի լիճը, կային կարապները,
Եվ կարծում շատ լավ էր, որ Կարապի լճում նաև տեղադրվեց սահադաշտը։ Դա շատ գեղեցիկ է, որովհետև ես 96 թվականի երբ որ Նյու Յորքում էի եւ Նյու Յորքի կենտրոնում տեսա իրենց սահադաշտը, երազում եմ, ասում եմ ինչքան լավ կլիներ Երևանում այսպիսի տեղ լիներ, երաժշտություն հնչեր եւ բոլորը տենց սահային այդ սահադաշտի վրա։ Օպերայի տարածքի բարեկարգման մեջ Մուշեղյանը մշտապես ինչ-որ դեր է ունեցել։ Նա մի հետաքրքիր նախագիծ էր արել, որի համաձայն օպերային հրապարակի ասֆալտե հատակի փոխարեն պետք է լիներ տերևանման մեկը մյուսից աճող գունավոր սալահատիկների ցանց։ Այն ժամանակ դեռևս չկային ներկայիս հնարավորությունները, որոնց շնորհիվ մայթերում գունազարդ բետոնե սալիկներ են հավաքվում։ Նախագիծը ցավոք չիրականացավ։ Հակառակ դեպքում օպերայի հարակից տարածքը այլ տեսք կունենար։ Կփոխվեր նաև մթնոլորտն ու միջավայրը։ Երբ բացվեց այս լճակը, շտապեց մեր սիրելի կոմպոզիտորը Արմեն Մանդագունյանը երգ նվիրել, որովհետև իրադարձություն էր, թե լճակը եւ թե Սայաթ-Նովայի փողոցը։ Երգի կատարումը վստահվեց ինձ։ Սրբորեն կատարեցի հեղինակի բոլոր պահանջները եւ այն ձայնագրվեց մեր անսամբլի, կանանց վոկալ անսամբլի եւ իմ կատարմամբ։ Հալվում այրվում գուցե կարապները սիրով հիմա Սիրող սրտի պես սալեկոց է լիճը հիմա Մոլոր եմ մոլոր արի ճամփով այս վարդերի Հոննկար արի Կարոտ եմ կարոտ արի Կարոտ քո պատկերի Տարիներ առաջ, երբ լճի տարածքում տեղադրվեց Առնո Բաբաջանյանի արձանը, այն բազմաթիվ վեճերի առարկա դարձավ։ Սակայն տարիներն անցան, վեճերը մարեցին, իսկ Առնո Բաբաջանյանի արձանը այլևս ընկալվում է որպես Կարապի լճի միջավայրի անբաժան մասը։ Եվ դա խորհրդանշական է, քանի որ Գևորգ Մուշեղյանն ու Առնո Բաբաջանյանը լավ բարեկամներ էին։ Ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանը պատմում է, որ 1965 թվականին, երբ նա ղեկավարում էր Կոմերիտ միության Կենտկոմի արվեստի եւ մշակույթի բաժինը, որոշեց Երևանում գեղեցկության մրցույթ կազմակերպել։ Այդ տարիների համար դա բավականին համարձակ քայլ էր։ Առաջին գեղեցկության մրցույթն էր լինելու ողջ խորհրդային միության տարածքում։ Ընտրվել էին 18 մասնակից աղջիկներ։ Հաստատվել էր ժյուրին, որի կազմում էին նկարիչներ, ճարտարապետներ, գրողներ։ Երեկոյի նախորին, երբ Լոլա Դոլուխանյանը քայլում էր Կարապի լճի մոտով, հանկարծ ճանապարհին մի մեքենա կանգնեց, որից իջավ Առնո Բաբաջանյանը։ Այդ ինչ մրցույթ եք նկարահանում, ասաց նա դիմելով Լոլային եւ ցանկություն հայտնեց ընդգրկվել ժյուրիի կազմում։ Մրցույթի օրը Առնո Բաբաջանյանը կանչեց Լոլային դաշնամուրի մոտ եւ ասաց, որ գիշերը երգ է գրել։ Խնդրեց փոխանցել նոտաները երաժիշտներին ու այնուհետև навагեց այդ երգը։ Երգը кочվում էր Королева красоты. Подходки солнечного света, у киоска ты стоишь, а я иду к тебе навстречу, и я несу тебе цветы, как единственной на свете королеве красоты. Как единственной на свете королеве красоты. Как единственной на свете королеве красоты. Ինքնականներին